Սիրելի հայրենակիցներ, ուժեղ Հայաստանին առաջին հերթին պետք է ուժեղ առաջնորդություն։ Նոր առաջնորդ կառավարչի հմտություններով, նոր, բայց մեծ փորձ ունեցող առաջնորդ։ Մեր առաջնորդը ծնվել է Հայաստանում, մեծացել է գյուղում, ուսուցիչների ընտանիքում։ Նա գալիս է ժողովրդից, կյանքում ու բիզնեսում հաջողության հասնելուց հետո երբեք չի մոռացել որտեղից է եկել։ Նա ունի լավագույն միջազգային կապերը Հայաստանի համար եւ դրանք կօգտագործի իշահ մեր երկրի։ Նա դա ապացուցել է գործով եւ ոչ թե խոսքով։ Նա աջակցել է հիվանդանոցների, կրթական հաստատությունների երկարացումը, մանկապարտեզների կառուցման, մշակույթի զարգացման, աշխատատեղերի ստեղծման ծրագրի եւ օգնել բազմաթիվ ընտանիքների։ Այսօր մենք ներկայացնում ենք նոր այլընտրանք տնտեսության մեջ, այլընտրանք անվտանգության մեջ, այլընտրանք ուժեղ խաղաղության համար, այլընտրանք հայ ժողովրդի հույսի համար։ Իսկ հիմա օրվա սպասված լուրին անցնեմ։ Ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն։ Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյան։ Պատմեմ ինչպես է դա լինելու, ժողովուրդ ջան։ Պատմեմ։ Ուրեմն մեր սահմանադրությունը ունի 148 հոդված։ Ինչ է ասում 148 հոդվածը։ Նա սահմանում է, թե ով պետք է լինի մեր երկրի վարչապետը։ Իսկ ինչպես է փոփոխվում, որոշվում 148 հոդվածը։ Փոփոխվում է ազգային ժողովով, ազգային ժողովի քվեարկությամբ եւ ոչ թե սահմանադրական բարեփոխումներով։ Իսկ ինչ ընտրություն է լինելու հունիսի 7-ին։ Որպեսզի վստահ լինեք սահմանադրականության, օրինականության մեջ մեր առաջարկի, կուզենայի խնդրեի լսեք Հայաստանում հայտնի սահմանադրագետների կարծիքը այս որոշման հետ կապված։ Խնդրեմ։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ նախատեսված են փոփոխությունների 3 ռեժիմներ, նախ գոյություն ունեն անփոփոխելի հոդվածներ, կան գլուխներ եւ հոդվածներ, որոնք կարող են փոփոխվել բացառապես հանրաքվեի միջոցով, եւ երրորդը փոփոխություններ, որոնք կարող են կատարվել օրենսդիր մարմնի ազգային ժողովի կողմից։ Սահմանադրության 148-րդ հոդվածը կարգավորում է կառավարության անդամի ներկայացվող պահանջները։ Սահմանադրության 148-րդ հոդվածը անփոփոխելի հոդված չէ, ավելին չի պահանջվում դրա փոփոխության համար հանրաքվե, ուստի այս հոդվածի փոփոխությունները բավականին ճկուն են, անհրաժեշտ է ազգային ժողովի կողմից փոփոխությունների տեքստի ընդունում։ Նախաձեռնությունը տեղի ունենալու պարագայում նախագիծը դրվում է քվեարկության ազգային ժողովում եւ այն պետք է հավաքի падգամավորների ընդհանուր թվի 2/3 ձայները։ Սահմանադրության 148-րդ հոդվածը, այլ կերպ ասած կառավարությանը ներկայացվող պահանջները, որտեղ որ հղում է տրվում падգամավորներին ներկայացվող պահանջներին, ինքը կարող է փոփոխվել ավելի պարզեցված, այսինքն ազգային ժողովի կողմից։ Պետականագիտական առումով կարևորագույն հարցերը պետք է շատ խորքային
քննարկման առարկա դառնան, նոր համտասխան որոշումներ կայացվեն։ Սահմանադրության 148-րդ հոդվածը սահմանում է կառավարության անդամին ներկայացվող պահանջները։ Սահմանադրության 148-րդ հոդվածը կարող է փոփոխվել ազգային ժողովի կողմից ձայների որակյալ մեծամասնությամբ, այսինքն դա այն բացառությունների մեջ չի մտնում, որոնք կարող են փոփոխվել միայն հանրաքվեով։ Այո, ազգային ժողովը կարող է փոփոխել վարչապետին եւ կառավարության մյուս անդամներին ներկայացվող պահանջները։ Սահմանադրության որոշ դրույթներ փոփոխվում են ազգային ժողովի որոշմամբ, կոնկրետ 202-րդ հոդվածի առաջին մասում նշված են այն հոդվածները, այն գլուխները նաև, որոնք կարող են փոփոխվել միայն հանրաքվեով։ 148-րդ հոդվածը այդ ցանկում չկա։ Սա նշանակում է, որ մենք պետք է ղեկավարվենք, եթե փոփոխելու անհրաժեշտություն հիմքեր լինեն, 202-րդ հոդվածի երկրորդ մասով համաձայն որի այդ փոփոխությունները կատարվում են արդեն ազգային ժողովի որոշմամբ։ Ազգային ժողովը առանց հանրաքվեի կարող է սահմանադրության որոշ գլուխներում եւ հոդվածներում կատարել փոփոխություններ։ 148-րդ հոդվածը չի մտնում 202 հոդվածի առաջին մասում սահմանված այն գլուխների եւ հոդվածների ցանկում, որոնց համար պարտադիր է հանրաքվեի անցկացումը։ Մեր երկրի հայտնի սահմանադրագետներն են ասում, իրենցից շատերը մասնակցել են սահմանադրության ստեղծմանը։ Եվ մեր ծրագիրը հետևյալն է. ընտրություններից 20 օր անց ազգային ժողովի առաջին նիստին անմիջապես հանդես կգանք համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ։ Ժողովրդի վստահությամբ եւ ազգային ժողովի մանդատով, որ թույլ տանք միայն մեկ Հայաստանի քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ Հայաստանի վարչապետ։ Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։